Բարև ձեզ հարգելի բարեկամներ, խնդրում եմ հավանեք, գրանցվեք, տարածեք, քանի որ մենք խոսում ենք այս վերջի հաղորդումները նվիրված էր կանացի հիվանդություններին, կանանց մի քիչ ընդմիջում հանգստանք, այսօր խոսենք բույսերից մեկի մասին, լավագույն բույսերից, որը կոչվում է արյուծագի։ Արյուծագի ռուսերեն պուստիռնիկ, լատիներեն լիոնորուս։ Սա չորացրած բույսն է, չորացրած վիճակում, դուք երևի ամառվա ընթացքում շատ կտեսնեք այս բույսը դաշտերում։ Սա էլ բույսի նկարն է, հարգելի բարեկամներ, խնդրում եմ նայեք, սա բույսի նկարն է, խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, բույսի ցողունը քառանիստ է, այս ցողունը քառանիստ է, ունի 4 նիստեր, այսպես տերևները թավոտ են և եզրերը սաղոցի նման այսպես կտրտված են տերևները, բարձրությունը հասնում է 50-ից մինչև 120 սանտիմետրի, ունի շատ բնորոշ հոտ, դառահամ, մեր հանրապետությունում կան բազմաթիվ տեսակներ, որոնցից բուժական նշանակություն ունեն հնգաթևը, սրտայինը, թավոտը և սիբիրական տեսակները, որոնք օգտագործվում են բժշկության մեջ։ Քիմիական կազմը բավականին հարուստ է, պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ, եթերայուղ, դառնահամուկներ, պարունակում է ֆոսֆորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու, վիտամիններ, հանքային տարրեր և այլն։ Կարող եմ ասել, որ բույսը դեռևս լրիվ ուսումնասիրված չէ, սակայն այն օգտագործում են անհիշելի ժամանակներից և շատ կարևոր նշանակություն ունի առողջության համար։ Այն օգտագործել են ստամոք աղիքային համակարգի հիվանդությունների, սրտային հիվանդությունների, դաշտանային ցիկլի խանգարումների, թիրեոտոքսիկոզի, նյարդային համակարգի խանգարումների համար որպես հանգստացնող բույս և պատրաստել են թուրմ, ոգեթուրմ, եփուկ, ինչպես նաև մզվացք։ Մզվացքը դա այն է, որ ենթադրենք վերցնում եք մեկ թեյի բաժակ, եռացնում եք այնքան, իհարկե բույսն էլ մեջ է, էլի, մինչև մնա կեսը, դա համարվում է մզվացքը և օգտագործում ենք, խոսենք դրա մասին։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բույսը ունի միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ և օգտագործում է թրթարական հիվանդությունների ժամանակ, այն իջեցնում է ջերմությունը, խորխաբեր է նաև, սրտային հիվանդությունների ժամանակ նրա մզվացքը օգտագործում է միոկարդիտի, կարդիոսկլերոզի, միոկարդիոդիստրոֆիայի, ինչպես նաև բազալովյան հիվանդության ժամանակ, իջեցնում է այրան ճնշումը, օրգանիզմից հեռացնում է քարերը և մանր, այսպես ասած, միկրոբները նախակենդանիներին սպանիչ ազդեցություն ունի նրանց վրա։ Բույսը հաջողությամբ օգտագործել են սրտային հիվանդությունների ժամանակ, այն ուժեղացնում է սրտամկանի կծկումները, դանդաղեցնում է ամպլիտուդը, զորացնում է այրան շրջանառությունը, տևական օգտագործման ժամանակ վերացնում է ականջների խշշոցը, սրտի արատների ժամանակ են
օգտագործում բույսը լեղապարկի հիվանդությունների, քանի որ ունի լեղամուղ ազդեցություն, լյարդի լեղապարկի երիկամային հիվանդությունները բուժելու համար, քանի որ ունի ուժեղ միզամուղ ազդեցություն, օգտագործում են նեֆրիտի, պիելոնեֆրիտի, ցիստիտների, պիելոցիստիտների ժամանակ բույսը որպես դեղաբույս չունի հակացություններ, այսինքն դեռևս այդ բույսից չեն տեսել կողմնակի անցանկալի երևույթներ կլինիկական օգտագործումների ժամանակ, հետևաբար այն համարվում է որպես ոչ տոքսիկ բույս, հակացություններ չունի։ Օգտագործում են նաև մաշկային հիվանդությունների ժամանակ պսորիազի, նեյրոդերմիտների ժամանակ, ինչպես նաև օգտագործում են դերմատիտների, թեփոտվող ворքինի, տրոֆիկ խոցերի ժամանակ, հարգելի բարեկամներ, բույսը շատ լավ ազդեցություն ունի սրտի վրա, այն որպես հանգստացնող կենտրոնական նյարդային համակարգը 3-4 անգամ ավելի հզոր է, քան կատվախոտը, կատվախոտը դա վալերիանն է եւ գարնանային շողավարդը, կուշկոտրուկը, ադոնիս վերնալիս լատիներեն։ Բույսի հզորությունը պայմանավորված է իր մեջ պարունակող ալկալոիդներով, սրտային գլիկոզիդներով եւ միկրոտարերով։ Բույսը օգտագործում են թուրմի ձևով, որպես թուրմ դու կարող եք վերցնել 1 ճաշի գթալ 8 ժամ թրմում եք 1 բաժակ եղման ջրում, սառելուց հետո խմում եք 3 նվագով։ Եփուկ պատրաստելու համար 10 գրամը դարձյալ լցնում եք 200 մլ եղման ջրի մեջ, դանդաղ եփում եք 10 րոպե, ցանկալի է փակ վիճակում, սառելուց հետո քամում եւ օգտագործում եք օրը 2 անգամ։ Ոգեթուրմ պատրաստելու համար 2-ը 3-ի հարաբերությամբ 70%-անոց սպիրտի մեջ թրմում եք 3 շաբաթ, քամում եւ օգտագործում եք 20-ից 30 կաթիլ, օրը 3 անգամ քաղցած վիճակում 1 ճաշի գտալ ջրի հետ խառնած։ Ուրեմն որպեսզի բույսի էֆեկտիվությունը մեծանա, այն զուգորդում են նաև այլ բույսերի հետ, օրինակ սրոհունդի, մասուրի, վալերիանի, կատվախոտի, երիցուկի, պատրաստում են խառնուրդներ, այդ բույսերից 1 կամ 2-ը խառնում են առյուծագու հետ հավասար քանակությամբ, վերցնում են 3 ճաշի գթալ, կես լիտր եղման ջրի մեջ եփում եք 10 րոպե, սառելուց հետո քամում